Ապրիլի 14-ին Նինոց Մինդան ցնծության մեջ էր։ Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի համերգային շրջագայության կանգառը Նինոց Մինդայի մշակույթի տանն էր։ Բուռն ծափողջուններ եւ ջերմ մթնոլորտ։ Ահա այսպիսին էր նրա ընդունելությունը։ Բարի երեկո բոլորիս։ Մեծագույն սիրով անձամբ եւ բոլորիս համից ուրախ եմ ողջունել ձեզ։ Վերջապես կայացավ մեր այդքան սպասված հանդիպումը, որը ունեցավ իր մի փոքրիկ նախապատմությունը, գիտեք, բայց ամենակարևորն այն է, որ այսօրվա մեր հանդիպումը կայացավ եւ այդ կապակցությամբ կարելի է եւս մեկ անգամ բարձր ջեր, շատ բարձր կապակցություններով ողջունել միմյանց։ Վերջին տարիներին գրեթե այս 4-5 տարի է ամեն տարի տեղի ունենում Սամվել Երվինյանի համերգային շրջագայություն, սակայն այս անգամ պարզապես շրջագայություն չէ, այս անգամ հոբելյանական համերգային շրջագայությունն է, որովհետև հունվարին լրացավ մայեստրոյի 60-ամյակը եւ եկեք ծափարություններով նա շնորհավորենք մայեստրոյին։ Ֆանտաստիկ տպավորություն էր, շատ ջերմ հանդիսատես եմ, անչափ շնորհակալ եմ ընդունելության համար, մի քիչ դժվար ստացվեց այս ամեն ինչը, ոչ մեր պատճառով իհարկե, գիտեք, մի օր ուշացավ, բայց փառք Աստծո, կարծում եմ, որ լավ համերգ ստացվեց։ Ես ճիշտն ասած այստեղ առաջ անգամ եմ համերգի եկել եւ վաղուց որոշել էի, որ պետք է գայի, չէր ստացվում ոչ մի ձև, փառք Աստծո, այս անգամ ստացվեց։ Սամվել Երվինյանը ծնվել է Երևանում։ 7 տարեկանից սովորել Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում, Արմեն Մինասյանի դասարանում։ Իր տարիքի խմբում հաղթել է բոլոր երաժշտական մրցույթներում։ Շարունակել է ուսումը Չայկովսկու անվան երաժշտական կոնսերվատորիայում, Երվանդ Դայանի դասարանում։ 1993 թվականին Սամվել Երվինյանը գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Երևանի պետական կոնսերվատորիայում։ 2003-2004 թվականներին նվագել է Յաննիի էթնիկ թի խմբում եւ մասնակցել բազում երաժշտական շրջագայությունների։ Երբ ուստես նամակը վերցրել է գրիչներով, դա այն չէ, ինքնաներում չնորեց բեցին յուրաքանչյուր մաշկի յուրաքանչյուր ժողատվությունից են երդաշտակություն այդ երկնականը որսկապես կասես ամբողջ բավնոտ դավնես մի այդություն, ընկալում ես այն բոլոր են շնատով են դա իհարկե բոլոր գնահատում ենք, որ երստասիներ համար սա մեծ պարգև է, երբևից էլ որ կյանքում կարող պատային, կան որ մեր մրցուտային մեր գավառական քաղաքում այսպիսի մակարդակի աշխարհահռչակ երաժշտի գալը եւ ժողովրդի այս բազմաշատ ժողովուրդը, որ մի քանի օր ընթացքում լսելով որ կատարում է այս ամենը եւ մարդիկ միանգամից ներողություն եկավ, հազարմանալի է։ Երջեք պատկացվող դասական երգությունը դեպի այդքես զգալի եւ ցանկալի եւ այսօրվա օրը ապացուցենք մի իսկապես երաժշտացի ժողովուրդ։
այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն 30 ջութակահարներից 3-ը հայ են։ Եվ այդ 3-ի առաջատարը Սամվել Երևինյանն է։ Երկար ժամանակ մեր շրջանում այս մասշտաբի միջոցառում չի եղել։ Մենք տեղական շատ միջոցառումներ հասկացնում ենք, բարի վերսույթներ եւ այլն, բայց այսպիսի մեծության երաժիշտ երկար տարիներ չեմ հիշում, որ եղած լինի 90-ին։ Մեծ ուրախություն ենք ապրում եւ հբարտ ենք, որ այսպիսի հայեր ունենք, որոնք ճանաչում են ամբողջ աշխարհը։ Իսկ մենք կարոտով այսօր եկել ենք լսելու նրա հրաշալի երաժշտությունը։ Շնորհակալություն կազմակերպողներին, շնորհակալություն այն մարդկանց, ում ջանքերով այսօրվա համերգը կայանում է։ Շարունակելով մեր համերգը, ես ուզում եմ մի փոքր հատված պատմել իմ եւ մայստրոյի զրույցից հաջորդ գործի հետ է կապված այս հատվածը։ Դե գիտեք, մայստրոն մի շարք իր սեփական, իր հեղինակային ստեղծագործություններ ունի, այսօր նրանցից մի քանիսը կհնչեն, բայց այս ստեղծագործությունը, որ հնչելու է քիչ հետո, շատ հետաքրքիր պատմություն ունի, եւ շրջագայություններից մեկի ժամանակ մայստրոն գրեց այդ գործը եւ փորձում էր ռոյալի, ջութակի, գիտեք, կոմպոզիտորները ինչպես են անում։ Ես այդքան լավ չգիտեմ, բայց տեսնելով եւ նրա պատմելով հիմա ասես փորձում եմ վերարտադրել։ Գրեց, նվագեց, իր գործընկերներից մեկը լսում է այս ստեղծագործությունը, գալիս է մոտենում է մայստրոնին, ասես խառնված ասում մայստրո կլինի, ես էլ մասնակցեմ այս գործի ստեղծմանը, ես էլ իմ մասնակցությունը ունենամ, մայստրոն ասում է, դու ինչ պետք է մասնակցես, էլի, բրգես արդեն գրել եմ։ Հնարավոր չի, չէ՞ որ դու ես դրած մեն, չէ։ Ասում է կլինի անվանման հետ կապված ես մասնակցեմ, ասում է ինչ ես ուզում ասել, նոր թխված ստեղծագործությունը, կարելի ասել մի քանի ժամերի, այն հնչյունները, այն ինչ որ դու ստեղծել ես, դա կարծես խոստովանություն լիներ, խոստովանության պես բաներ, կարելի է անընդհանուր խոստովանություն։ Մայստրոն 2 վայրկյան մտածում է, որովհետև իրոք շատ լավ բան է առաջարկում գործընկերը ու ասում է, հենց այդպես էլ կոչվելու է այդ ստեղծագործությունը։ Եվ արդեն տասնյակ տարիներ այդ ստեղծագործությունը ամբողջ աշխարհում կատարվում է եւ բոլորի աչքերից էլ երևում է, որ նրանք էլ համաձայն են այդ երաժշտական հոգու, սրտի եւ մտքի խոստովանության հետ։ Եվ ուրեմն բարձր ծափարություններով դիմավորում ենք Սամվել Երևինյան, խոստովանություն, confession։ Արվեստասեր հասարակության համար այն հեքիաթ էր, որը կարծես եկավ երազի նման ու անեացավ որպես հեքիաթ, սակայն բոլորի աչքերում կար ջերմություն, շուրթերին երախտագիտության ու հիացմունքի խոսքեր, երնեք այս հեքիաթը չավարտվեր։ Выражаю большую благодарность Самвелу Ервиняну. 25 января ему исполнилось 60 лет. Поздравляем его с юбилеем, желаем здоровья и успехов в его творчестве. Хочу напомнить, что Самвел Ервинян выступает также за рубежом в составе всемирно известного симфонического концерта коллектива Янни. Он объездил около 50 стран. Наша Грузия 51-я страна. Успехов всем счастья. Խոսքեր չունեմ ուղղակի ասելու, շնորհակալություն ես կազմակերպիչներին եւ բնականաբար մեր մայստրոին, անչափ հիացած ենք, պատկերացրեք աշխարհահռչակ երաժիշտ եւ մեր նոցվինդայում իրապես հիացած ենք, շնորհակալություն բոլորին։ Բարձր մագարտակում, բարձր, շատ բարձր, ոչ չունեմ ասել։ Իմ գործը շատ հրաշալի է։ Ցնծության մեջ ինձ զգացի ջան հետասար ապրին ես շնորհակալություն երազեր Такое увидишь нечасто. Нина очень рада. Уж почаще приезжает.
всемирно известный исполнитель и участвует. Շշմեցուցիչ էր, նման բան, նման երաշտական մախրություն, բարձր կարգի, ակնթեր կարելի ասել, կյանքի մի փոքրիկ ակնթեր։ Հրաշք, չի եղես ես բան, մոտակա, ես ինչ հիշում եմ 40 տարի խոսելը չէ, այս շենք, հրաշք էր, չապ մեզ նմանություն, շնորհակալություն։